Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 28 Ամբողջ Իսրայելի տունը պնդաճակատ և խստասիրտ են, Եզեկիել 3:7 խոսք Միթե բացառություններ չկան, ոչ, մեկն էլ չկա, նույնիսկ ընտրյալ ազգն է այսպես նկարագրվում, իսկ եթե լավագույնն այսքան վատն է, ինչպիսին կլինի վատագույնը, Եկ իմ սիրտ, խորհիր, թե որն է քո բաժինն այս համընդհանուր մեղադրանքի մեջ և մինչ կխորհես, պատրաստ եղիր ընդունելու այն և ամաչելու դրա համար։ Առաջին մեղադրանքը պնդաճակատությունը կամ անպատկառությունն է, սուրբ ամոթի բացակայությունը և անսուրբ հանդգնությունը չարիք գործելու մեջ։ Նախքան դարձի գալը, ես կարող էի մեղանչել առանց խղճի խայթ զգալու, լսել իմ մեղքի մասին առանց խոնարհվելու և նույնիսկ խոստովանել իմ անօրենությունը առանց ներքուստ կոտրվելու։ Այն, որ մեղավորն Աստծու տուն է գնում և ձևացնում, թե աղոթում ու փառաբանում է նրան, վկայում է նրա ծայրաստիճան աներեսության մասին։ Ավաղ, իմ վերստին ծնվելու առաջին իսկ օրվանից ես կասկածել եմ իմ Տիրոջը, անամոթաբար տրտնջացել նրա ներկայության մեջ, ծուլությամբ ու թափթփվածությամբ երկրպագել նրան և մեղանչել առանց ներքուստ սգալու դրա համար։ Եթե ճակատս քարից ավելի պինդ չլիներ, իմ սրտում ավելի շատ սուրբ երկյուղածություն և հոգումս ավելի խորը կոտրվածություն կլիներ։ Վայ ինձ, որ ես Իսրայելի տան պնդաճակատներից մեկն եմ։ Երկրորդ մեղադրանքը խստասրտությունն է, և ես չեմ համարձակվի ինձ անմեղ հայտարարել սրանում։ Մի ժամանակ ես քարեղեն սիրտ ունեի, և չնայած Տիրոջ շնորհքով հիմա նոր մարմնեղեն սիրտ եմ ստացել, այնուամենայնիվ, նախկին համառությանս զգալի մասը դեռևս մնում է։ Ինձ շրջապատող մարդկանց կործանումը, չար ժամանակները, իմ երկնավոր Հոր խրատը, սեփական ձախողումները և ոչ էլ անգամ Հիսուսի մահը չեն ազդում ինձ վրա այնպես, ինչպես հարկն է։ Օթե իմ սիրտը հալվեր Փրկչի տառապանքների և մահվան տեսարանից, օթե Աստված ազատեր ինձ իմ մահվան մարմնից։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, որ այս հիվանդությունն անբուժելի չէ։ Փրկչի թանկագին արյունը տիեզերական դեղամիջոց է, և ինձ, նույնիսկ ինձ, կարող է փափկեցնել, մինչև իմ սիրտը հալվի, ինչպես մոմը կրակի առջև։